քննարկում ենք կառավարության 2026-31 թվականների ծրագիրը եւ ես իհարկե չեմ կարող այս քննարկման ընթացքում չհիշել կառավարության 2021-26 թվականի ծրագրի ընդունման քննարկումները, հետո դրանից հետո հնգամյա քննարկումները, որոնք որ մեզ բերեցին այս հանգրվանին եւ այս հանգրվանում իմ կարծիքով ամենաառանցքային տարբերություններից, նորություններից մեկն է նա, այս ծրագրի քննարկման, որ մենք ըստ էության դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ, որ Հայաստանի Հանրապետությունը ի վերջո խաղաղության պայմաններում, սա ըստ էության առաջին կառավարության ծրագիրն է խաղաղության պայմաններում, երբ որ մենք ունենք խաղաղություն եւ մենք քննարկում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը։ Եվ սա շատ կարևոր նորություն է, որ մենք ըստ էության այլևս գոյաբանական էգզիստենցիալ ճգնաժամերի հրամայականով չենք ապրում եւ մեր ժողովրդին հիմա մատուցում ենք զարգացման օրակարգ։ Եվ այստեղ է, որ մենք բախվում ենք կրկին մեր ընդդիմության գլխավոր բաներից մեկին, պրոբլեմներից, կոմպլեքսներից մեկին, որովհետև մեր ընդդիմությունը միշտ պատկերացնում է իր ինքնության մեջ եւ իր մեր ժողովրդին հրամցրած պատկերացումները, որ մեր ժողովուրդը Հայաստանը պետք է անընդհատ լինի գոյաբանական կռվի մեջ, որ մենք ի վերջո չպետք է հասնենք մեր այսպես նվիրական երազանքների պետությանը եւ այդ մեր նավը մշտապես պետք է փոթորկոտ ծովի մեջ բան, չէ, հիմա թրենդային է Նոլանի Ոդիսևսն է, չէ, հիմա կինոթատրոններում, որ մենք պետք է Ոդիսևսի պես անընդհատ տարբեր օտար ափերում մեր նավը պետք է մոլորված լինի, մենք պետք է կռիվ տանք կիկլոպների հետ, կիկլոպների պակաս չկա, քաղաքական եւ այլն, այսօր առավոտվանից նաեւ մենք տեսնում ենք քաղաքական կիկլոպության թալանի եւ մնացած դրսևորումների վերաբերյալ բաներ։ Պետք է ընդհուպ գնանք միջև բան, անդրաշխար Հադեսի թագավորություն հետ գանք։ Այսինքն ամբողջ Ոդիսևսի բանի ճամփորդությունների եւ տառապանքների գնով չհասնենք մեր երազանքների բան, իթաքեն։ Մեր երազանքների այս դեպքում Հայաստանը, որին որ մենք այսօր հասնում ենք, հասել ենք։ Եվ մենք հասել ենք, այո, այդ մեր ավետյաց երկիրը, որի հետ խնդրեմ ունի ընդդիմությունը, որովհետև չի ճանաչում այդ ավետյաց երկիրը, որովհետև ինքը ուրիշ երկիր է ճանաչում։ Եվ նորից, երբ որ այսպես վերհիշում եմ մեր քննարկումները, այդ թվում ապաշրջափակման մասին, որովհետև շատ ենք չէ քննարկում ապաշրջափակումը, թրիփը, սահմանների բացումը։ Ի վերջո, սահմանների ապաշրջափակումից առաջ մենք անցել ենք մի ուրիշ ապաշրջափակման միջով։ Գաղափարապես ենք ապաշրջափակվել։ Հնարավոր չի սահմանները բացել առանց միտքը բացելու։ Եվ այս մեր քննարկումները նաև այդ մասին են։ Եվ ես հիշում եմ, որ այս գաղափարական ապաշրջափակման հետաքրքիր տրագիկոմեդիկ դրսևորումներից մեկը, որ եղավ 2022 թվականն էր, եթե ճիշտ եմ հիշում, երբ որ վարչապետը խոսեց Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի մասին, մի շարք քաղաքացիներ ընդդիմության դրդմամբ դուրս եկան փողոց եւ եկել էին այստեղ Բաղրամյան փողոտա, որովհետեւ նրանք շոկի էին ենթարկվել այն փաստից, որ Հայաստանի միջազգային տարածքը այդքան է։ Եվ հասկանում եք, այդ գաղափարական ապաշրջափակման շոկային թերապիայի պես մի բան էր, որ ակնհայտը մարդկանց ենթարկել էր շոկի, որովհետեւ այո, մենք այսօր էլ այդ խնդիրն ունենք, որովհետեւ այնքան է մեր ընդդիմությունը մեր ժողովրդին բոլորիս տասնամյակներ շարունակ կերակրել այդ երևակայական հայրենիքի պատկերացումներով, որ մենք այդ իրական Հայաստանը շատ դեպքերում մարդկանց համար ընկալվում է որպես օտար մի բան։ Եվ այսօր, երբ որ վարչապետը երեք խոսում էր այստեղ Դավալուի մասին, այսօր Աղվան Վարդանյանը եկավ եւ նայեք ինչ է ասում։ Նախ մի ուրիշ բան, որ Ռոբերտ Քոչյանի թիմակիցները հիշում են Վազգեն Սարգսյանին, դա մի հատ ուրիշ պատմություն է։ Բայց ասում է Վազգեն Սարգսյանը Դավալու ասում էր հայերեն։ Միայն դաշնակցական մտքի մեջ կարար այս բանը ծնվեր, հասկանում ես, այս հիմնավորումը հասկանում եք, Դավալու ասում էր հայերեն, այսինքն դաշնակցականի, որովհետև պարոն Վարդանյանն իհարկե ֆորմալ դաշնակցական չէ, բայց դա կարևոր չէ։ Որովհետև միայն իր ուղեղում ինքը միշտ կարելի է միշտ բացատրել, հիմնավորել, որտեղ որ պետք է ասել, որ այո Դավալուն հայերեն է, որտեղ որ պետք է ասել, չէ ոնց Դավալուն թուրքերեն է։
Եվ էսա որ այսինքն եթե իրենց քաղաքական մերկանտիլ նպատակների համար է իրանք խնդիր չունեն այս բառերի հետ, հասկացությունների հետ։ Ես հիշում եմ որ այսինքն հիմա էլ կա Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունը կոչվում էր Քյոլանլու։ Քյոլանլու։ Իրա ներկա անունը, որը փոխվել է հիմա, կոչվում է Գրիբայեդով։ Սա օրինակ այսինքն հին անունը Քյոլանլուն է, որ նոր անունը փոխվել է Գրիբայեդով։ Սա դաշնակցական աշխարհընկալման օրինակ լավագույն կոմֆորտի պայմանն է, կամ Քյոլանլու կամ Գրիբայեդով։ Նայած ճաշակի ժամանակաշրջանի քաղաքական նախընտրության իրանք կարան այստեղ բան անեն, նավարկեն այս հասկացությունների շուրջ, հասկանում եք, որ պահին որ պետք է իրանք կասեն Քյոլանլու, որ պահին որ պետք է կասեն Գրիբայեդով։ Բայց հայերեն իրանց դեպքում երկուսն էլ հայերեն է, որովհետև այդ նույն աշխարհընկալման մեջ որտեղ որ Կտրիչ Ներսիսյանը վեհափառ է, նույն աշխարհընկալման մեջ Դավալուն հայերեն է։ Այդ նույն աշխարհընկալման մեջ է, որ Քյոլանլուն եւ Գրիբայեդովը նորից հայերեն են։ Բայց ոչ մի բան, որ իսկապես հայերեն է, հայերեն չի իրանց համար, որովհետեւ իրական Հայաստանը իրական չի իրենց համար։ Էս է ամբողջ խնդրումը։ Եվ իրենք այս ամեն ինչը կառուցում են ինքնության վրա։ Ասում են մենք դուք մեզանից գողանում եք մեր ինքնությունը։ Դուք ուրանում եք մեր ինքնությունը։ Հիմա էլ ատոմակայանի բանով են, ախտով են տառապում։ Ես չեմ զարմանա, որ հեսա մի ելույթներ լինեն, ասեն դուք ուրանում եք ատոմակայանը։ Մեզանից գողանում են ատոմական, ո՞նց էին ասում, մեզանից գողանում են ուրանում են Արարատը եւ ատոմակայանը։ Քաղաքական անհեթեթության այս բաների մեջ ես ասում եմ ընդդիմությունն ինքն էլ խառնվել է այդ պրոբլեմատիկայի մեջ, որովհետեւ չեն կարող հասկանում եք Հայաստանում բացվում է արհեստական բանականության գործարանը եւ փակվում է ընդդիմության բնական բանականությունը, որը որ մեզ տասնամյակներ շարունակ պահել է այդ անցյալի անընդհատ կրկնվող այդ փոცხի վրա, որ ամեն անգամ գնացել ենք, կանգնել ենք այդ փոცხի վրա եւ հետևանքը միշտ այդ հարվածի կրել են, իրանք չեն կրել այդ հետևանքը միշտ կրել է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Իրանք էլ գնացել են սիրուն իրանց համար Արարատը եւ այն մնացած ամեն ինչը մոնետիզացրել են, գնացել են Հայաստանի ազատագրության նվիրական երազանքներով մարդկանցից փող են հավաքել, ու երբ որ Հայաստանը իսկապես ազատագրվել է, Հայաստանը ունի անկախ պետականություն, իրանք հայտնվել են ճգնաժամի առջև։ Ոնց, բա հիմա ինչով մենք պիտի զբաղվենք։ Ու հիմա իրանք զբաղվելու բան չունեն։ Ու դրա համար պատրաստ են ցանկացած հիմարություն հիմնավորել։ Ու ես օրեր առաջ երբ որ այստեղից խոսում էի նորից Կտրիչ Ներսիսյանի մասին, որ ասում էի զավակ ունի։ Նարեկ Կարապետյանն ասում է, հայ ինչ Գրիգոր Լուսավորիչն էլ զավակ ուներ։ Եվ Տիկին Ղազարյանի նաև ելույթի ժամանակ առաջինը դա ասեցին, հետո կրկնեց ինքը։ Մեկը չասեց, լսի, ես ինչ ես ասում։ Որովհետև դե այդ պահին երևի այդ ասողն էլ չգիտեր դա։ Որովհետև ինչ որ մեկը իրանց ասում է, չէ՞։ Մեզ ասում են անընդհատ էլի այս բանում, այս քննարկումների ժամանակ ասում է, դուք հայտարարել եք, վարչապետը հայտարարել է, որ դուք մնացել եք 7 տարի մնացել եք նույն դասարանում եւ այլ, այսինքն լավ ինչքան կարելի է չհասկանալ այս ուղերձը։ Մարդ, ասում է, մի հատ տենց բան կա, չէ՞, միտքը ասում է, հնարավոր չի, որ մարդը սովորի մի բան, ինչը իր կարծիքով ինքը արդեն գիտի։ Հասկանում եք։ Էսի մեր ընդդիմության մասին է։ Հնարավոր չի դուք սովորեք մի բան, ինչը որ ձեր կարծիքով դուք արդեն գիտեք, որովհետև մենք կարանք 7 տարի մնանք նույն դասարանում, բայց հետո փոխադրվենք 8-րդ դասարան։ Դուք մշտապես առաջին դասարանում եք, որովհետև ես մի առիթով ասել եմ, դուք ի սկզբանե կատարյալ եք։ Դուք ի սկզբանե կատարյալ եք, հասկանում եք, այն Ժիգուլիի պատմությունը, որից դուք շատ նեղվում եք։ Որովհետև ի սկզբանե կատարյալ եք, դուք կատարելագործվելու տեղ չունեք, ոնց որ չունի կատարելագործվելու տեղ Ժիգուլին։ Ժիգուլին չունի կատարելագործվելու տեղ։ Մերսեդեսը ունի կատարելագործվելու տեղ եւ Մերսեդեսի պատմությունը դրա մասին է, հասկանում եք։ Եվ հենց, չգիտեմ, այս կատարելագործման, ադապտացիայի սեփական սխալներին նայելու ինքնահայեցման քաղաքականությունն է, որ մեզ այսօր կարողացել է բերել գոյատևման էգզիստենցիալ ճգնաժամերի օրակարգից հանել եւ դնել զարգացման օրակարգերի վրա։ Եվ այո, մենք ապաշրջափակվելու ենք, բայց եւ մենք ապաշրջափակվելու ենք նախ եւ առաջ նրա համար, սահմաններով ապաշրջափակվելու ենք, որովհետեւ նախ եւ առաջ գաղափարապես ենք ապաշրջափակվել։ Եվ այդ ապաշրջափակման պրոբլեմատիկան ամենամեծը կախված է հիմա ընդդիմության գլխին, որովհետև իրենք շատ լավ հասկանում են, որ այդ պահից սկսած Հայաստանի Հանրապետությունը դուրս է գալու այն ռելսերից, որին վրա իրենք դրել են, եւ գնալու է
զարգացման ռելսերով, գնալու է ծաղկելու ռելսերով եւ գնալու է տնտեսական բարգավաճման ռելսերով եւ ես վստահ եմ, որ կառավարության այս ծրագիրը միտված է լինելու այս քաղաքականության իրագործմանը։ Շնորհակալ